Ինչի՞։ Ինչու համար չեք վստահում։ Ես կոնկրետ հենց այսօրվա Հայ Սարգսյանի ելույթի հիման վրա, քանի որ ասում ծառայություն արդեն արել եմ կողմում, այսինքն մեկ ամիս ծառայողը պիտի 20 միլիոն վճարի կամ 6 ամիս 17, այդ որքանով չի, ընդունում եմ, բայց դրանից հետո պիտի մտցնենք որպեսի նման մարդիկ, ովքեր որ վճարում են ծառայելու համար, ոչ մի պաշտոն իրավունք չունեն զբաղեցնելու, ոչ մի պաշտոն, թեկուզ եւ բաժնի վարիչ, թեկուզ եւ քարտով, ոչ մի բան, բացի բանվորությունից։ Այդպես որոշումն է ուրիշ բան։ Այսինքն ժամանակ հարուստ տղան էլ գնար ծառայույթա, ոչ թե որ մենակ աղքատներ պետք է ծառայեն, իրանք էլ վայել են։ Իսկ դա ինչ նշանակում, որ իրանք փորձեն են բանակը սարքեն հարուստի աղքատի։ Բայց ասացի, չէ, ես կրկնեցի, ասացի, եթե անում է, ուրեմն տվյալ անձը, ով որ ազատվելու է բանակից, ինքը պետք է իրավունք ունենա պաշտոն վարելու, թեկուզ բաժնի վարիչ, թեկուզ գյուղական խորհրդի նախագահ, թեկուզ քննչական բաժնի պետ, ավական իրավունք չունի, բացի բանվորությունից։ Ինչպես եք տեսնում Հայաստանը նման իրավիճակից դուրս գալու ելքերը։ Այսինքն այս ելքերը լավ բան չեն տեսնում, աստորեն իրավիճակը։ Այս դեպքում ո՞րն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունը, որպեսզի ինքը նպաստի, որ Հայաստանը դուրս գա այս վատ վիճակից, ինչ պետք է անի քաղաքացին։ Դե արդեն ասացին, պետք է անվստահություն հայտնենք կառավարությանը։ Ուրիշ ոչ մի բան, որպեսզի թե չէ, այդպիսի որոշումներ անիմաստ է, ճիշտ որոշում չեն կայացնում, մելի հարուստ մնալու հարուստ, դատախազ երեխան ազատվելու 20 միլիոն լիրա համար ինչ է, բերեն օրս դատախազ։ Ինչ եմ գնում։